Շնորհակալություն, չնայած որ կարճ պետք է լինենք, բայց միևնույնն է ուզում եմ շնորհակալությունը հայտնել մեր խմբակցությունում այս նախագիծը ներկայացնելու համար, սա լավ նախադեպ է եւ հուսով եմ շարունակական կլինի նման գործելավոճը։ Հայաստանում ինչքան էլ հակակոռուպցիոն մեխանիզմներ ձեռնարկենք ու փորձենք կյանքի կոչել, միևնույնն է դա բավարար չի լինում կանխարգելելու կոռուպցիայի դեպքերը եւ անգամ նվազեցնելու։ Հիմա ես ուզում եմ նախքան որ այս նախագծի հետ կապված քննարկումներ կանենք, ես ուզում եմ հետաքրքրվել ձեզանից։ Նախորդ խորհուրդը կոռուպցիայի դեմ պայքարի, որ ստացել էր $800,000, եթե չեմ սխալվում, ինչ արդյունավետություն ցուցաբերեց, ինչ արդյունքներ ունեցանք, ընդհանրապես դրա հետ կապված ինչպես ծախսվեցին այդ գումարները եւ որևէ արդյունք տվեցին, թե ոչ։ Նաեւ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել 19-րդ հոդվածի 2-րդ կետին, այնտեղ խոսում եմ աշխատողների թվաքանակի հաստատման մասին կառավարության կողմից դրույքաչափերի եւ աշխատողների թվաքանակի։ Ես այստեղ անկախության խնդիր եմ տեսնում եւ ես գտնում եմ, որ այս հանձնաժողովի աշխատակազմի թվաքանակը եւ մնացած մանրամասները պետք է լինեն հանձնաժողովի լիազորությունների շրջանակում։ Հաստատում արդյոք նշանակում է, որ նրանք կարող են հանել կամ նվազեցնել կամ ֆինանսական սահմանափակումներ դնել, որովհետեւ ինչ որ պահի ես նաեւ տեսնում եմ, որ ֆինանսական գնահատական չկա եւ նշված է, որ տվյալների բացակայության պայմաններում չի լինում գնահատել ֆինանսական ազդեցությունը, ես կենսունակության խնդիր եմ բարձրացնում։ Արդյոք ինչ որ պահի մենք պետք է հանձնաժողովի անդամները կասեն, որ դե բավարար ֆինանսներ չկա, մենք չենք կարողանում գործել, չենք կարողանում արդյունքներ տալ եւ արդյոք կենսունակության խնդիր այստեղ չեք տեսնում այս հանձնաժողովի։ Հարցեր բազմաթիվ են, բայց այսքանը այս բանը։ Շնորհակալ եմ Տիկին Թանդելյան, ես կփորձեմ հակիրճ լինել։ Յուրաքանչյուր մարմնի արդյունավետությունը գնահատելու համար նախ եւ առաջ մի կարևոր ախտորոշում պիտի անենք, ինչպիսի գործիքակազմ է ունեցել այդ մարմինը։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այսօր էլ այն ժամանակ էլ խորհրդակցական մարմին էր, որը հարթակ էր ընդամենը քննարկելու այս կամ այն հարցադրումը։ Երբ որ հարցը բարձրացնում եք համապատասխան գումարի համար, պետք է նախ ճշգրտել այդ գումարը ինչի համար է տրվել։ Գումարի ճնշող մեծամասնությունը դեռևս ծախսված չէր, վերջին իմ տեղեկություններով, գուցե այս պահին ամբողջապես չեմ տիրապետում, բայց վերջին տեղեկություններով այդ գումարը ծախսված չի եղել, որտեղ դա նախատեսված է եղել միջազգային կազմակերպությունների կողմից, հենց միջազգային փորձագետների ուրեմն վարձելու, այսպես ասենք, համար, որոնք պետք է ինչ-որ աջակցություն ցուցաբերեին։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը իրականում արդյունավետ է եղել մի քանի տեսանկյունից։ Առաջինը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ծնվել են շատ կարևոր նախագծեր, ապօրինի հարստացում, կանխիկ գործառնությունների սահմանափակում, քննարկվել են այս մոդելները իդեպ որպես հարթակ այն տեսանկյունից, որ ինքը պիտի աշխատեր, որոշակի արդյունավետություն եղել է։ Եթե դուք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին եք խոսում, քավլիցի, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գուցե վերտառությունն ինքն է շփոթի մեջ գցում։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այդպիսի լիազորություն, պայքար, քննության, պատժելու, չգիտեմ էլի տենց ինչ-որ բաների հետ կապված վարչական պատասխանատվության ենթարկելու չի ունեցել ու չունի ու չի էլ կարող ունենալ։ Սկսենք այդտեղից կամ վերջացնենք այդ առումով ամփոփեմ։ Երկրորդ հարցի հետ կապված։ Տիկին Թանդելյան, մենք ֆինանսական ինքնուրույնության մասով գրել ենք ինչպես է ֆինանսավորվում հոդված 5-րդում։ Եվ մենք պիտի ընդունենք մի բան, որ բյուջեի, այսպես ասենք, ազգային ժողովն է հաստատում, բայց ցանկացած մարմնի համար, անգամ ազգային ժողովի կանոնակարգով ազգային ժողովի համար մենք սահմանել ենք ընթացակարգ, թե ինչպես է բյուջեն հաստատվում, ինչ տեսքով է ի վերջո արտացոլվում կամ կարող արտացոլվել։ Ես ձեր առաջարկը, այսպես ասեմ, կքննարկենք, բայց այդպիսի քննարկում նաև ինչ որ առումով թեև հպանցիկ եղել է, որ հանձնաժողովը հաստատի, թե կառավարությունը, պարզապես քանի որ ի վերջո այդ բյուջեի գումարը պետքա տա կառավարությունը, դրա համար այդպիսի ընթացակարգ է նախատեսվել, բայց բացի դրանից կենսունակության խնդիր ինչի էստեղ չեմ տեսնում, որտեվ այս պահի դրությամբ չեմ տեսնում, որտեվ հենց մենք այդ ճանապարհով ենք գնացել, տալիս ենք գործառույթ, դրան համահունչ ստանձնել ենք պարտավորություն տալու համապատասխան գործիքներ։ Ես ձեզ նույն ձև ինչ-որ իմ գործընկերոջը խոստացա, կտամ հաշվարկը, ինչ ենք նախատեսում, որ գործիքակազմի համար, ինչքան հաստիկ, ինչպես պետք է հաստատվի եւ այդ կամքը կարող եմ ասել, որ կառավարությունը ունի եւ տալու է համապատասխան հաստիկներ այս գործիքները կենսագործելու համար։ Այս պահի դրությամբ ես այդ մտահոգությունը չունեմ, Տիկին Թանդելյան։ Շնորհակալություն, Մանե Թանդելյան, արձագանքի համար։
Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ գումարների 800,000-ի մասն է խոսքը, ծախսման հաշվետվություն այս պահին տալ կամ գոնե դարպես ասել, թե ինչի վրա, ինչքան գումար է ծախսվել, չեն կարող, եւ հստակեցում այն նախորդ հարցի հետ կապված, ես իմ մտահոգությունը հետեւյալն է, ինչ որ պահի կառավարությունը կարող է ասել չհաստատել այդ ֆինանսական ծախսերը եւ ասել սահմանափակել կամ ասել, որ նման հնարավորություն այլևս չկա եւ մենք հանձնաժողովից չկարողանանք ստանալ արդյունքներ, որոնք կպատճառաբանեն, որ այլևս ֆինանսավորում չունեինք։ Այսինքն այստեղ կոնֆլիկտ եմ տեսնում, սա է խնդիրը։ Տիկին Թանդելյան, հաշվետվություն եւ ծախսման բացվածք ձեզ բնականաբար կտրամադրեն, եթե հարցադրումը ուղարկեք հասցեատիրոջը։ Հասցեատերը ես չեմ տվել դեպքում, կառավարություն ուղարկեք, վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ այդ տեղեկատվությունը կտրամադրվի, պարզապես որովհետեւ այն ժամանակ էլ էս հարցադրումը բարձրացվում էր, ակունքներից ուղղակի գիտեմ, որ կա այդ բացվածքը, ինչ խնդիրներ եւ այլն։ Այնպես որ այդտեղ խնդիր չկա, կտրամադրեն վստահաբար։ Ինչ վերաբերում է երկրորդին, երկրորդ ձեր հարցադրման, նայեք, եթե մենք ոչ ողջամտության կանխավարկածով առաջնորդվենք, կառավարությունը կարող է բյուջեն չհաստատել կամ ծախսերը պակասեցնել ցանկացած պետական մարմնի եւ արդյունքում այդ մարմինը փաստարկի, ասի այո, ես վատ եմ իրականացնում, որտեղ փող չտվեցի։ Այդ ժամանակ ես, դուք բոլորս միասին իրար հետ կփաստենք դա։ Բայց ուզում եմ ասել, որ եթե մենք հիմա այստեղ քննարկում ենք քաղաքական կամքի դրսևորման հարց, եկեք ի սկզբանե դատավճիռ կարծես չհնչեցնենք, որ իրեք մտահոգությունը ձեր կարող է գոյություն ունենալ, բայց միանգամից դատավճիռ հնչեցնենք, որ դա այնպիսի խնդիր է, որը չի լուծվելու, ես զերծ կմնայի այս պահին։